Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների, ինչպես նաև վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անկաշկանդ գործունեությունը։ Ընտրությունների ժամանակ քվեարկության սենյակում միաժամանակ չի կարող գտնվել 15-ից ավելի քվեարկող, եթե ընտրական հանձնաժողովի նախագահի այս պահանջը չի պահպանվում, նրա խնդրանքով այդ գործառույթն իրականացվում է ոստիկանության օժանդակությամբ։ Ոստիկանը անմիջապես մտնում է քվեարկության սենյակ, հավաքվածներին իրազեկում սահմանափակման մասին եւ առաջարկում դուրս գալ սենյակից։ Նշված պահանջը չկատարելու դեպքում ոստիկանության ծառայողը միջոցներ է ձեռնարկում հավաքված անձանց քվեարկության սենյակից դուրս բերելու ուղղությամբ։ Այս դեպքում քվեարկության բնականոն ընթացքն ապահովելու համար ընտրական հանձնաժողովի նախագահն իրավունք ունի ընտրողներին քվեարկության սենյակ թողնել հերթով։ 1-1 Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է ընտրությունների ընթացքում եւ առհասարակ հետևեք օրենքի պահանջին եւ աջակցեք ընտրությունների անխափան անցկացմանը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների, ինչպես նաև վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անկաշկանդ գործունեությունը։ Արգելվում է քվեարկության օրը տեղամասային կենտրոնին հարող տարածքում մինչև 50 մետր շարավղով խմբերով հավաքվելը, տեղամասային կենտրոնի մուտքին հարող տարածքում մեքենաների կուտակումը։ Նշված տարածքում անձանց կամ մեքենաների կուտակում նկատելու կամ այդ մասին հանձնաժողովի նախագահի կողմից տեղեկանալու դեպքում հերթապահող ոստիկանները մոտենում են հավաքված անձանց, իրազեկում Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակման մասին եւ հավաքվածներին առաջարկում հեռանալ տվյալ տարածքից կամ հեռացնել մեքենաները։ Հակառակ դեպքում հերթապահող ոստիկանության ծառայողները անձանց կամ մեքենաները հարկադրաբար կհեռացնեն տվյալ տարածքից։ Անհրաժեշտության դեպքում էլ ստիպված կլինեն օգնության կանչել օժանդակ ուժեր։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է ընտրությունների ընթացքում եւ առհասարակ հետևեք օրենքի պահանջին եւ աջակցեք ընտրությունների անխափան անցկացմանը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների, ինչպես նաև վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անկաշկանդ գործունեությունը։ Տեղամասային կենտրոնում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցը ընտրությունների վերաբերյալ ձեզ խորհրդատվություն չի կարող տալ, սակայն անհրաժեշտության դեպքում կարող է ուղեկցել հանձնաժողովի նախագահի մոտ։ Ոստիկանության ծառայողը ընտրությունների օրը չի կարող գտնվել քվեարկության սենյակում, բացի քվեարկությանը մասնակցելու նպատակով սենյակ մտնելու դեպքից։ Ոստիկանը կարող է մտնել քվեարկության սենյակ միայն տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի պահանջով եւ թույլտվությամբ, կամ եթե քվեասենյակում նկատում է անձի կամ իր, որը կարող է իրական վտանգ հանդիսանալ այնտեղ գտնվողների համար, օրինակ անհայտ անթափանց տոպրակ, որի մեջ կարող է ռումբ լինել կամ օգնության կանչող մարդ։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը զգուշացնում է, արգելվում է տեղամասային կենտրոն մուտք գործել զենքով կամ ռազմամթերքով։ Հերթապահող ոստիկանության ծառայողը նկատելով զենքով կամ ռազմամթերքով տեղամասային կենտրոն մուտք գործելու փորձ կատարող անձին անմիջապես մոտենում է, պատշաճ ներկայանում եւ արգելում նրան մուտք գործել տեղամաս։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է ընտրությունների ընթացքում եւ առհասարակ հետևեք օրենքի պահանջին եւ աջակցեք ընտրությունների անխափան անցկացմանը։ Հայաստանի Հանրապետության ոստիկանության կենտրոնական և տարածքային մարմինները, դրանց ծառայություններն ու ստորաբաժանումները պարտավոր են ապահովել ընտրությունների անցկացման բնականոն ընթացքը, ընտրական հանձնաժողովների ու դրանց անդամների, ինչպես նաև վստահված անձանց, դիտորդների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների անկաշկանդ գործունեությունը։ Ոստիկանության ծառայողը չի կարող ներկա գտնվել քվեարկության արդյունքների ամփոփման նիստին։ Ամփոփման ընթացքի եւ արդյունքների վերաբերյալ հերթապահող ոստիկանության ծառայողը չի կարող ստանալ եւ որևէ եղանակով այլ անձի փոխանցել տեղեկություններ։ Տեղամասային կենտրոնում քվեարկության եւ հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո ոստիկանության ծառայողները ոստիկանության մեքենայով ուղեկցում են հանձնաժողովի նախագահին, երբ նա պատրաստվում է ընտրական փաստաթղթերը տեղափոխել ընտրատարածքային հանձնաժողով։ Ընտրական փաստաթղթերը ոչ մի դեպքում չեն կարող
տեղավորվել ոստիկանության մեքենայում։ Ոստիկանն էլ իր հերթին իրավունք չունի գտնվել ընտրական փաստաթղթերը տեղափոխող մեքենայում։ Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հորդորում է ընտրությունների ընթացքում եւ առհասարակ հետևեք օրենքի պահանջին եւ աջակցեք ընտրությունների անխափան անցկացմանը։